3 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին կմասնակցի «Միս Աշխարհ 2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որին այս տարի մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկիրն այս անգամ ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը։ Ադրինեն գեղեցկության մրցույթների աշխարհում նորեկ չէ։ 2020 թվականին նա մասնակցել է կրտսեր «Միս Երևան» գեղեցկության մրցույթին, հայտնվելով լավագույն հնգյակում։ Ադրինեն սովորում է թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում։ Բացի սերիալում նկարահանվելուց, նա նաև երգում է։ 12 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով։ Կարծում եմ, որ մրցույթում ամենակարևոր մեսիջն այն է, որ գեղեցկուհին պետք է լինի նաև տաղանդավոր, որովհետև այս մրցույթը չի սահմանափակվում միայն արտաքին տեսքով։ Այսօր, ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսին նշել է Ադրինեն, ով մրցույթում ներկայացնելու է նաև իր երգելու և պարելու հմտությունները։ Ադրինեն որպես հայաստանյան ներկայացուցիչ ընտրվել է «Միս Երևան Փրոդաքշնի» կողմից մասնակցելով քաստինգի։ Փորձել ենք ընտրել այնպիսի մասնակցի, որը կկարողանա մաքսիմում ներդրում ունենալ այս նախագծում և աշխարհին ևս մեկ անգամ կներկայացնի մեր երկիրը, մեր մշակույթը, արվեստը, իսկ այդ հարցում Ադրինեն, կարծում եմ, մեր ընտրած տարբերակներից լավագույնն էր, ով կարող է իսկապես լավ ներկայանալ, հավելել է «Միս Երևան Փրոդաքշնի» տնօրեն Արմինե Մուրադյանը։ Արմինե Մուրադյանի խոսքով Հայաստանի մասնակիցն այս օրերին աշխատում է իրեն աջակցող պրոֆեսիոնալ թիմի հետ։ Մրցույթում Ադրինեն կներկայանա Գևորգ Շադոյանի հեղինակած զգեստներով հանդես գալով ազգային և երեկոյան հագուստով։ «Միս Հայաստան 1998», «Միս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանը կոչ է անում առհասարակ ոգևորել և աջակցել հայուհիների մասնակցությունը մրցույթներին, քանի որ նրանք մեծ հնարավորություն են ստանում ներկայացնելու Հայաստանն ու հայկական մշակույթը հեղինակավոր բեմերում։ Մենք միշտ խոսում ենք հաղթանակի մասին, բայց մոռանում ենք շատ կարևոր փաստ, որ պետք է մեր երկիրը ներկայացնենք, մեր մշակույթը, տարազը։ Տարիներ ի վեր մեր աղջիկները բարձրաձայնել են բազմաթիվ քաղաքական խնդիրներ, բացի այդ ներկայացրել մեր ազգային պարը, երգը։ Պետք է միշտ ոգևորել մասնակցին, ոչ թե ասել մենք չենք հաղթում, պետք է ոգևորել հենց մասնակցությունը, չէ՞ որ եթե չմասնակցենք, չենք հաղթի։ Եթե ինձ էլ ժամանակին թույլ չտային մասնակցել, երբեք չէի ունենա այն հաղթանակները, որոնք ունեցանք։ Կցանկանայի, որ ավելի շատ քաջալերեինք մեր գեղեցկուհիներին, որպեսզի գան և մասնակցեն այսպիսի մրցույթների, իր խոսքում ասաց նա։ Հայաստանի ներկայացուցիչը մրցույթին մեկնելու է մայրիկի հետ, այնուհետև նրանց կմիանա նաև հայաստանյան թիմը։ Անդրադառնալով ընտանիքի ու հարազատների աջակցությանը, Ադրինեն նշել է. «Ընտանիքս գրեթե միշտ իմ որոշումներին կողմ է լինում, չի եղել մեկը, ով դեմ կլիներ իմ մասնակցությանը, ինչի համար շնորհակալ եմ նրանց։ Կարծում եմ Հայաստանի համար արդեն մեծ նշանակություն ունի այն փաստը, որ մեր անունը 3 տարի անց կրկին կհնչի այդ բեմից, հաղթելու դեպքում միանշանակ կվերադառնամ Հայաստան, կշարունակեմ գործունեությունս այստեղ»։ Ադրինե Աճեմյանը հանդիսանում է Հայաստանի նոր սերնդի ամենահեռանկարային և խոստումնալից երիտասարդ դերասանուհիներից մեկը։ Նա ծնվել է 2005 թվականին և արդեն շատ կարճ ժամանակում կարողացել է հաստատել իր ներկայությունն արվեստի աշխարհում, հատկապես հեռուստատեսության և թատրոնի ոլորտներում։ Նրա ստեղծագործական ուղին սկսել է դեռ վաղ տարիքից՝ հետաքրքրություն ցուցաբերելով բեմական արվեստի, շարժման պլաստիկայի և արտահայտչական խոսքի նկատմամբ։ Այսօր Ադրինեն ուսանում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում։ Ուսման ընթացքում նա ոչ միայն խորանում է մասնագիտական գիտելիքների մեջ, այլև ակտիվ մասնակցում է տարբեր պրոֆեսիոնալ նախագծերի։ Նրա լայն ճանաչումն ու սերն ավելի մեծ ծավալով եկավ հատկապես «Ծով աչքերի» պատճառով հեռուստասերիալում Էլկայի դերով։ Էլկան քնքուշ, հուզական, երբեմն ներփակված, բայց միշտ բարի սիրտ ունեցող կերպար է, 3 քույրերից մեկը։ Ադրինեն այս դերը ներկայացնում է բացառիկ նրբությամբ, կարողանալով փոխանցել թե կերպարի ներքին կռիվները, թե սիրո, կարոտի տատանման և հավատարմության զգացումները։ Նրա հիմնական խաղընկերը սերիալում Նարեկ Մկրտչյանն է, և նրանց ստեղծած հերոսների դինամիկան արժանանում են մեծ ուշադրության և քննարկումների։
Բացի դերասան լինելուց, Ադրինեն ունի նաև երաժշտական տաղանդ: Նա զբաղվում է վոկալով և պարբերաբար հանդես է գալիս տարբեր տեսահոլովակներում ու համերգային նախագծերում: Նրա ձայնը մեղմ ու զգայուն արտահայտում է նույն զգացմունքային խորությունը, ինչ նրա դերասանական կերպարները: Այս հանգամանքն առավել հարստացնում է նրա արտիստիկ կերպարը, դարձնելով նրան ոչ միայն դերասանուհի, այլև բազմաշնորհ ստեղծագործող: Նշենք, որ 2025 թվականի ապրիլին Ադրինե Աճեմյանը նշանակալի ձեռքբերում ունեցավ: Նա ընտրվեց «Միս Աշխարհ Հայաստան» և կներկայացնի Հայաստանը 72-րդ «Միս Աշխարհ» միջազգային մրցույթում, որը կայանալու է մայիսին Հնդկաստանի Թելանգանա նահանգում: Սա ոչ միայն նրա արտաքին գեղեցկության, այլև ներքին արժեհամակարգի, վստահության և մարդասիրական տեսլականի վկայությունն է: Մրցույթի իր մոտեցումը կառուցված է ոչ միայն արտաքին գեղեցկության, այլև անձնական պատմության, նպատակների և հանրօգուտ գործունեության վրա: Ադրինեն շատ ակտիվ է նաև սոցիալական ցանցերում, որտեղ իր հետևորդների հետ կիսվում է ոչ միայն մասնագիտական նորություններով, այլև իր մտորումներով, առօրյա պահերով, հուզական արձագանքներով ու արժեքներով: Նա երիտասարդություն է, ով ոգեշնչում է սեփական օրինակով, ապացուցելով, որ գեղեցկությունը և տաղանդը կարող են քայլել կողք կողքի, իսկ նպատակասլացությունն ու սրտացավությունը կարող են բացել միջազգային դռներ: Ադրինե Աճեմյանի ճանապարհը դեռ շատ նոր է, բայց արդեն խոստումնալից է և հարուստ ստեղծագործական աճով, սիրով և վստահությամբ: